Պորտասարը հայտնաբերվել է 1990-ական թվականներին գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտի կողմից։ Այն գտնվում է հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան փեշերի Ուրֆա քաղաքից ոչ շատ հեռու։ Այն ուրեմն աշխարհում հայտնի է թուրքացված անունով պորտասար, ուղղակիորեն թուրքերը թարգմանել են Գյոբեգլի թեփե է կոչվում։ Դա մի հսկայական կառույց է, հսկայական, որ գտնվում է Պորտասար կոչվող տարածքի վերին հատվածում, պեղված է 20 տարի է պեղվում է մոտարապես, 20-ից ավել տարի է պեղվում է, պեղվել է մոտարապես 10%։ Ենթադրություններ կան, թե ինչքան է մեծ, բայց այնքանը ինչքան որ պեղվել է արդեն, ուրեմն Կլաուս Շմիդտին հիմք է տվել ասելու, որ կառույցի տարիքը մոտարապես 12,000 տարի է։ Սա առաջացեց հեղափոխություն պատմագիտության մեջ, աշխարհի քաղաքակրթության զարգացման պատմագիտության մեջ հեղաշրջում առաջացել։ Ինչու՞։ Որովհետև ուրեմն կառույցի առանձնահատկություններն այնպիսին են, պարզվում է, որ այնտեղ պետք է արկա լիներ որևէ պետականության ձև, որովհետև այդքան հսկա կառույց առանձին ցեղախմբեր, ասենք պետականության մեջ չհամակարգված ցեղախմբեր չէին կարող կառուցել։ Դա բացառված էր, բացի դրա կարիքներ չէր լինի ցեղախմբերի համար, որոնք իրար մեջ անդադ բախվում էին։ Ուրեմն դա մի հասարակություն է եղել, որը պետականություն ունեցել ինչ-որ մի ձևի, որը ինչ-որ իր կարիքների համար, ասենք կրոնատիսական, գիտական կամ մի այլ որևէ այլ, կամ ավելի շուտ այդ ամեն ինչը միահյուսված է իր կրոնի մեջ։ Այսպիսի ուրեմն կարիք է ունեցել եւ կառուցել այդ կառույցը։ Հիմա ինչն է զարմացնում։ Նախ կառույցի քարերի մշակման որակ այնպիսին է, որ երկաթ է պահանջում, մետալ է պահանջում։ Իսկ ժամանակակից պատմագիտությունը ասում է, որ երկաթը առաջ է եկել մոտարապես 3,5-4,000 տարի առաջ, ոչ ավելի, կամ ավելի շուտ։ Իսկ ժամանակակից ուրեմն պատկերացումները այնպիսին են, որ առաջին պետականությունները աշխարհում առաջ են եկել 6000 մոտարապես տարի առաջ, դա Շումերում եւ Եգիպտոսում էր։ Բայց ինչն է հետաքրքիր, Շումերում եւ Եգիպտոսում ուրեմն պեղումները ցույց են տվել, որ այդ պետականությունների եւ այդ մշակույթների ավելի պրիմիտիվ ձևերը բացակայում են։ Այսինքն այդ քաղաքակրթությունները հանկարծակի ծագել են, դեն բան չի կարող լինել։